Բարև ձեզ, դուք դիտում եք այս տարվա վերջին բանաձևը։ Արդեն երկրորդ տարին բանաձևը ամփոփում է եւ վերջին թողարկումով հանդես է գալիս Արմյուզի եթերում եւ արդեն ավանդույթի համաձայն եւ սովորույթի ուժով մենք մեր տարվա վերջին հյուրը ճիշտ նույն մարդն է, ինչ նաեւ անցած տարի էր։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը։ Մենք խոսելու ենք անցած տարվա անավարտ մնացած զրույցից հատվածների մասին, թե այն մասին, թե ինչ էր կանխատեսվում 2012-ին, ինչ եղավ 2012-ին, պետական բյուջեի կատարողականը եւ ամենակարևորը 2013-ին մի շարք փոփոխություններ են մտնելու գործարար աշխարհում, որը անմիջապես կապվելու է եւ հարկայի մուտքերի եւ պետբյուջեի կատարողականի եւ մեզ բոլորիս, ինչպես ենք ապրել 2012-ին եւ ապրելու 2013-ին։ Այս ամենի մասին խոսի Արմեն Ալավերդյանը, համառոտ տեղեկանքից ու գովազդից անմիջապես հետո։ Տարվա գլխավոր հարկային հարցը լուծված է, բյուջեի հարկային եկամուտները ամբողջությամբ կատարվել են, հավաքվել են 875 միլիարդ դրամի հարկեր, տուրքեր, վճարներ։ ՊԵԿ-ը խոստումը կատարել է, անցած տարվա համեմատ ապահովել է 100 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտը։ ՊԵԿ-ը նաև ստուգումներն է արդիականացրել, իրականացնում է ռիսկային չափանիշների հիման վրա։ Արդյունքում տնտեսվարողների մոտ հայտնաբերել են 41%-ով ավելի գումար։ Եկող տարի եւս ՊԵԿ-ը նախատեսում է 5 անգամ ավելացնել էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնողների թիվը։ 2013-ի առաջնային ուղղությունը կլինի եկամտային եւ կൂട്ടակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը։ Նախատեսվում է նաև ներդնել նոր սերնդի հսկիչ դրամարկղեր ու նաև հարկ վճարողների ինքնագնահատման աստիճան։ Տնտեսվարողը կայքում կկարողանա ասել, թե որքան մաքուր է աշխատում։ 2013-ին նաև ՊԵԿ-ը նախատեսում է ապահովել ավելի շատ հարկային եկամուտ։ Մեր եկամուտների հավաքման ու հատկացման բանաձևը։ Եվ այսպես տիկնակ է պարունակ, բանաձևի տաղավարում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, բարի երեկո պարոն Ալավերդյան։ Բարև ձեզ։ Պարոն Ալավերդյան, եթե հիշում եք անցած տարի ճիշտ այս նույն օրը, վերջի թողարկմանը մենք խոսում էինք այն մասին, որ 2012-ին 100 միլիարդ դրամով ավելի հավաքագումներ կլիներ։ Եվ դուք ասում եք, որ դուք շատ զգուշավոր եք ձեր գնահատականը։ Ես ասում եմ, ես տեսնենք ոնց կլինի, այսինքն կան շանսերը, կան հնարավորությունները հավաքագրելու, բայց միևնույն կողմից, քանի որ տարին ընտրական է, լիքը ֆորս մաժորային իրավիճակներ կան, ես հիշում եմ, որ դուք նույնիսկ բերեցիք օրինակ 2008-ի ռուս-ֆրանսիական պատերազմը, ասացիք, եթե այդպեսի մի բան եղավ, հնարավոր է ինչ-որ մի բան լինի։ Բայց տարին որքան որ ընտրական էր, բայց այդպես առանձնապես մեծ ցնցումներ չեղան, եւ այսօր արդեն կարող ենք խոսել։ Հավաքեցիք այդ 100 միլիարդը թե ոչ։ Լրացուցիչ 100 միլիարդը ապահովեցինք։ Պետական բյուջեով նախատեսված էր 875 միլիարդ դրամ, հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական վճարներ, եւ ես հպարտությամբ պիտի ասեմ, որ համակարգը իր առջև դրված հիմնական խնդիրը իրականացրեց, այն է պետական բյուջեով նախատեսված եկամուտները ապահովվեցին։ Դա շուրջ 100 միլիարդ դրամ ավել էր, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Ինչի հաշվին։ Աճը ապահովել է 3 հիմնական գործոնի հաշվին։ Առաջինը, որ տնտեսական աճով պայմանավորված գործոններ, դրանք են փոխարժեք, դրանք է տնտեսական աճ, առանձին ճյուղերի ոլորտների զարգացում, ուրեմն երկրորդը հարկային եւ մաքսային վարչարություն, հիմնականում խոշոր հարկ վճարողների նկատմամբ, այս երկու գործոնի հաշվին ապահովել են աճի շուրջ 85 միլիարդ դրամը, լրացուցիչ աճի, եւ երրորդ գործոնը օրենսդրական փոփոխություններ, որոնք նախորդ տարի տեղ ունեցան եւ գործեցին 12 թվականի ընթացքում, դրանց հաշվին մուտքերը գնահատվում է փորձագիտական շուրջ 15 միլիարդ դրամ։ Նայեք, դուք էլ ասացիք, որ գլխավոր գործոններից մեկը, որ հարկերը հավաքվեցին ոչ փոքր ու միջին ձեռնարկությունների հաշվին եւ խոշորի հաշվին հիմնականում հավաքվեցին։ Սովորաբար երկու վերաբերմունք կա այս սրա նկատմամբ, հա, լավատեսները պնդում են, որ սա նշանակում է, որ ստվերը կրճատվում է, վատատեսներն ասում են, որ սա ուղղակի խոշոր բիզնեսի հետ պայմանավորվածության արդյունք է, ասում են պետք է տակ տալիս են, որտեղ է ճշմարտությունը։ Գիտեք, այնքան լավ կլիներ, որ հենց ասեինք տային ու նրանք էլ տային, բայց պետք է ասեմ, որ այդպես չէ եւ խոշոր բիզնեսի հետ ամեն մի դրամը անգամ ուրեմն ստանալը լրացուցիչ դրամ ստանալը լուրջ մասնագիտական ուրեմն վեճերի առանձին դեպքերում նաև դատական վեճերի արդյունք է հարուստներն նույնպես լավ այո մեծահարուստները հատկապես ուրեմն նկատի ունեն բաժնետիրական առումով ավելի դժվար են բաժանում փողից մեր ժողովուրդն էլ այդ մասին գիտի քան սովորական մեր գործարարները այսինքն մենք գործար աշխարհից երբ որ ստանում ենք ապահովում ենք եկամուտներ
ուրեմն ասեմ, որ ավելի դժվար է աշխատել խոշոր բիզնեսի հետ, ինչու, որովհետև նրանք ունեն ավելի գրագետ հաշվապահություն, ֆինանսիստներ, իրավաբաններ, որովհետև նրանց գործարքները չեն պայմանավորվում միայն Հայաստանի ներսի գործարքներով, նաև կան Հայաստանից դուրս գործարքներ, որովհետև նրանց բիզնեսը շատ ավելի, այսպես ասեմ, խճճված է, քան սովորական պարզ բիզնեսը գործունեության մի տեսակ է, իսկ խոշոր բիզնեսները հաճախ եւ ներմուծող են, եւ վաճառող են, եւ գործունեության մի քանի տեսակ, եւ այդ հաշվառումը, հաշվապահությունը բավականին բարդացնում է, այդ իսկ պատճառով լուրջ մասնագիտական հմտություններ են պետք այսօր եւ հատկապես վաղը, մյուս օրը էլեկտրոնային հաշվառման հետ կապված, ընթացիկ հսկողության հետ կապված, որ կարողանանք խոշորից եկամուտներ ապահովել։ Իդեպ այս տարի պեկում էին բազմաթիվ փոփոխություններ, մի քանի վարչություններ լուծարվեցին, միացրեցիք իրար, մոտ 200 մարդ գործից հանեցիք, եթե չեմ սխալվում։ Հետո ես հիշում եմ, որ ասում են, որ մոտ 2000 հոգի հայտատուկ կա նոր աշխատատողների համար։ Արդյոք այդ, այսպես ասած, ադմինիստրատիվ բարեփոխումը տվեց այն արդյունքը, որը որ դուք ակնկալում եք, որտեղ միշտ չէ, որ այնինչ ցանկանում ես լինում է։ Եթե թույլ կտաք այդ հարցի հաշվին, ես մի նախադասություն մեր հեռուստադիտողներին ասեմ, որպեսզի հստակ պատկերացնենք խոշորի թեման շարունակելով, խոշոր հարկ վճարողների հաշվին ապահովեց բյուջեի հարկային եկամուտների շուրջ 58%-ը։ Փոքր միջին բիզնեսի հաշվին մնացյալ մասը, ընդհանուր առմամբ մեր ավելացված արժեքի հարկ վճարողները ապահովել են հարկային եկամուտների 83%-ից ավելին, դրանք 14000 հարկ վճարող են, այդ թվում եւ խոշորն է դրանց մեջ ներառված, իսկ մնացյալ ամբողջ հարկերը նոր ապահովել են այն բազմաքանակ բիզնես հաշվին, ավելի քան 60000 բիզնեսմենները ապահովել են բյուջեի եկամուտների մոտ 14%։ Սա է պատկերը, ինչը խոսում է այն մասին, որ հարկերի ապահովության հիմնական խնդիրը խոշորների հետ է կապված։ Փորձել եք հնարավորին չափով չնեղացնել ՓՄԶ-ներին։ Այո, եւ փորձել ենք եւ կարծում եմ դա հաջողվել է, որովհետեւ 101 միլիարդ լրացուցիչ եկամուտ մեր անկախության տարիներից ի վեր այդպիսի ցուցանիշ չի եղել, որ լրացուցիչ դրվի, ուրեմն պատկերավորության համար ասեմ 12 թվականի աճը եւ 13 թվականի աճը միասին առանձին տարիներ, մեր անկախության տարիների առանձին տարիներ պետական բյուջեին հավասար։ Դիցուկ 2001 թվականի բյուջեն գերազանցում է։ Ամբողջ բյուջեի եկամուտներից ավել է միայն այն աճը, որ նախատեսված էր այս երկու տարիներին։ Հիմա ինչ վերաբերում է խոշորի եւ մնացյալի հետ աշխատելուն, այո, մեր հին կադրերով, հին մտածողությամբ, հին գիտելիքներով այդ քարացած, ասենք, մոտեցումները բացառված է, որպեսզի մենք կարողանանք բյուջեի եկամուտներ ապահովել։ Դա համար մենք գնացինք կառուցվածքային կադրային փոփոխությունների։ Կառուցվածքային փոփոխություններ, պատկերացրեք, Հայաստանում 4 տարի առաջ կար 53 հարկային տեսչություն, այդ թվում խոշոր հարկ վճարողների հարկային տեսությունը, այսօրվա դրությամբ, այս պահի դրությամբ դրանք գրեթե կիսով չափ կրճատվել են։ Մենք այսօր ունենք ուրեմն 27 հարկային տեսչություն։ Կրճատել ենք այդքան հարկային տեսություններ, այդքան ստուգող բաժներ եւ օպտիմալացրել ենք։ Կրճատել ենք նաեւ ստուգող բաժինների քանակը, միացնելով այդ բաժները միմյանց, արդյունքում, ինչպես դուք նշեցիք, շուրջ 250 աշխատող միայն 12 թվականին իրենց ուրեմն կամ պաշտոնից ազատվեցին կամ տեղափոխվեցին այլ աշխատանքի եւ արդյունքում վերակազմակերպների կարիք զգացվեցին նոր կադրերի, հիմնականում էլեկտրոնային կառավարման համակարգում աշխատող հիմնականում իրավաբաններ, երիտասարդ կադրեր եւ մենք հայտարարեցինք մրցույթներ, զուգահեռաբար դրան տարվա ընթացքում 2100 ուրեմն դիմորդ է դիմել այդ զանազան մրցույթների եւ համակարգը համալրել ենք բանիմաց կադրերով, փորձել ենք։ Դրանց մեջ կան շատ նաեւ տաղանդավոր լավ երիտասարդներ։ Եվ եկեք հիմա արդեն խոսենք, այսպես ասած 2013-ի մասին, եթե չեմ սխալվում 2013-ին է եկամտային մասի, հիմա էլ 118 միլիարդ դրամ, որից 31 միլիարդը օրենսդրական փոփոխությունների հաշվին եւ մնացյալը ուրեմն դա հարկային վարչարություն եւ դարձյալ տնտեսական։ Եվ արդեն տարեմուտի ավանդական հարցը հավաքելու եք։ Ես անցյալ տարի պատասխանը տվել եմ, լավ չեմ հիշում, ինչ եմ պատասխանել, չեմ ուզում կրկնվել, բայց մի բան կա։ Ես միշտ իմ, այսինքն եւ մեր աշխատակիցների մեջ մտածում մի բան, եթե կա բյուջե, օրենքով ընդունված, դա օրենք է, մենք իրավունք չունենք օրենքից շեղվելու, օրենքից։ Մենք պարտավոր ենք կատարել։ Ուղղակի մենք պետք է նորովի ոչ որդեգրենք։ Եվ այդ նորովի աշխատանքային ոճը կառուցված է լինելու մեր հարկ վճարողների ինքնագնահատմանը ապավինելուն։ Այն է, մեր հարկ վճարողները պետք է ինքնուրույն իրենց պարտավորությունները կատարեն, դրա համար մենք պայմաններ պետք է ստեղծենք
նոր ծառայություններ մատուցենք, նրանց նոր հնարավորություններ տանք, սրանք բառեր չեն, մեխանիզմներ կան, որ եթե կհետաքրքրի ես կներկայացնեմ, եւ իրենք սկսեն ինքնուրույն ինքնագնահատման միջոցով իրենց հարկերը վճարել, եւ մենք մեր վարչարարական ամբողջ գործիքը կիրառենք այն հարկվճարողների նկատմամբ, ովքեր որ հարկերի վճարումից խուսափում են կամ թաքցնում են։ Ասեմ, որ այդ գործիքը աշխատեց նաեւ 12 թվականին, մենք ունենք ոչ թե միլիոններ, միլիարդներ, որոնք կարողացանք պետական բյուջե ուրեմն ապահովել հենց մեր վարչարության հաշվին, բայց հնարավոր չի 118 միլիարդի անգամ կեսը կամ ինչ-որ մաս ստուգումներով կամ լրացիչ այդպիսի վարչական գործիքներով պետական բյուջե ապահովել։ Խնդիրը այն է, որ մենք պետք է ծառայություններ մատուցենք, վճարումներ կատարեն, մեխանիզմներ ապահովենք, որ նրանք հեշտությամբ այդ վճարումները կատարեն, իրազեկման աշխատանքներ իրականացնենք ոչ թե ուղղակի ասելով, որ սա է փոխվել, նա է փոխվել, այլ այս պարտավորությունները պարբերաբար հիշեցնելով, հիմնավորվելով, վերլուծական գործիքներ կիրառելով, ինքնագնահատման միջոցով կապահովենք եկամուտների հիմնական մասը, իսկ չարամիտների, այսպես ասած, ոչ բարեխիղճների նկատմամբ ուրիշ վերաբերմունք կցույց տանք։ Պարոն Ալավերդյան, հունվարի 1-ից ըստ էության նոր հարկատեսակ է մտնում շրջանառության հարկը, որի մասին մի քիչ շատ թարմ են, այսպես ասած, փոփոխությունները, որի մասին քիչ գիտեն։ Ասացեք, խնդրեմ, ինչ է շրջանառության հարկը։ Դա պարզեցված հարկն էր, հետո դա որ պարզեցված չէր, բայց ոնց որ պարզեցվածը լիներ, բայց դա էր, թե որն է դա։ Ըստ էության դուք պատասխանեցիք հարցին, որովհետև բոլոր այն բիզնեսմենները, ովքեր որ 2000-ից 2005-6 թվականները աշխատել են պարզեցված հարկի դաշտում, պետք է հանգիստ լինեն, որովհետև շրջանառության հարկը շատ նման է ուրեմն պարզեցված հարկին, ինչ է դա նշանակում, որ հարկերը վճարվում են ոչ թե եկամուտ ծախս հաշվարկելով, շահութար կամ եկամտարկ վճարելով, հաշվապահություն ըստ էության բարդ հաշվապահություն չի պահանջում, այլ շրջանառությունը կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում, աբառոտը, հասույթը, այսպես ասեմ, այդ շրջանառության նկատմամբ կիրառվում է մի ստատիկ ուրեմն կայուն տոկոսադրույք, այն է, ասենք 3.5%։ Հիմա ինչքան է շրջանառության հարկին։ 3.5% է, եթե քո տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 միլիոնը չի գերազանցում։ Այս հարկատեսակը վերաբերվելու է բոլոր այն գործարարներին, որոնց այս տարվա շրջանառությունը 12 թվականի ընթացքում շրջանառությունը չի գերազանցում 58-35 միլիոն։ Եվ այնպիսի դրույքաչափ է դրված, որպեսզի գործարարը չնստի ու մտածի, ես շրջանառությունների քիչ ցույց տամ, որպեսզի մտնեմ այս դաշտը, շրջանառության հարկի դաշտը, թե հանկարծ որ շատ ցույց տամ, ինչպես հիմա են մտածում, անցնեմ ավելացված արժեքի հարկի դաշտ։ Գրագետ գործարարները համոզված եմ, ժամանակի ընթացքում 13 թվին, 14 թվին մենք ելի կհանդիպենք կհիշենք, համոզված եմ, որ աստիճանաբար ընտրություն կկատարեն դեպի ավելացված արժեքի հարկը։ Այդ ինչի։ Ինչու, որովհետև Իդեպ մի բան հարցեմ, ձեր կարծիքով 58 միլիոն 350,000 դրամը այդ շեմը շատ ցածր չի։ Ես գտնում եմ, որ այդ շեմը շատ բարձր է, որովհետև աշխարհի որևիցե երկրորդ երկիրը ես չեմ հիշում, եթե կա թող ասեն, որ այդքան բարձր շեմ է դրել ավելացված արժեքի հարկի։ Կա 20 միլիոն, 30 միլիոն, ուղղակի մեր գործարար աշխարհը, քանի որ հաշվապահությունը, հաշվառումը շատ բարդ է տանում, ընկալում եւ ստվերային տնտեսությունը շատ մեծ է, չեն գնում շիտակ թափանցիկ աշխատելուն, այդ իսկ պատճառով նրանց ավելացված արժեքի հարկը շատ բարդ է թվում։ Մի նախադասություն ասեմ միայն, ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատողը պետք է լինի մաքուր աշխատող, որպեսզի ինքը կարողանա փաստաթղթերով աշխատի, որովհետև փաստաթղթով ձեռք են բերել էլեկտրաէներգիա, տրանսպորտային ծառայությունից եմ օգտվել, հումք նյութեր եմ ձեռք բերել, նշանակում է նրանց վճարված գումարները ես կարող եմ բերել հաշվապահության մեջ եւ իմ վճարման ենթակա գումարները պակասեցնել այդ չափով, այսինքն հաշվառում է պետք։ Իսկ նա, որը չի աշխատում փաստաթղթաշրջանառությամբ, իհարկե ավելացված արժեքի հարկը։ Այսինքն դուք պնդում եք հիմա պնդում եք, որ մարդկանց, եթե դու գրագետ գործարար ես եւ դու ստվերում չես գտնվում, քեզ ավելի ձեռնտու է ավելացած արժեքի հարկով աշխատելը։ Ես ոչ միայն գտնում եմ, բոլոր հաշվարկները դա ցույց են տալիս, մեզ երկար տարիներ աշխատանքային փորձն էլ ցույց է տալիս։ Պատահական չի, որ մենք ունենք գործարարներ, որոնք ունեն 58 միլիոնից ցածր շրջանառություններ եւ աշխատում են ավելացված արժեքի հարկի դաշտում։ Ճիշտ է, դրանց մեջ կան եւ ներմուծողներ, որովհետեւ սահմանի վրա ավելացված արժեքի հարկ են վճարում, հայտարարում են որպես ավելացված արժեքի հարկ վճարող, սահմանի վճարածը երկրի ներսում
մյուս մատակարարների վճարածը նրանք պակասեցնում են իրենց վճարման ենթակա գումարից։ Լեորտատեղն եթե դուք կարծում եք, որ դա միակ փոփոխությունն է հաջորդ տարի, չարաչար սխալվում ենք։ Մենք ունենք նաև նոր փոփոխություն, ըստ որի ըստ էության եկամտահարկ ու սոցվճարները միավորվում են իրար եւ հիմա էլ դառնում է եկամտային հարկ։ Իդեպ այս եկամտային հարկը վերաբերում է եւ շրջանառության հարկատեսակից այսինքն բոլորին է վերաբերում, ճիշտ է։ Եկամտահարկը, այո, ինչպես դուք ասացիք, միասնական կփոխարինի այսօրվա գործող եկամտահարկին եւ այսօրվա գործող պարտադիր սոցվճարներին։ Կլինի մեկ հարկատեսակ, գործարարը կտա մեկ հաշվետվություն, երամսյակը մեկ անգամ եւ պատկերացրեք, արդեն երկու անկախ նրանից ավելացած արժեքով է թե առանց։ Անկախ ամեն ինչից նա կտա միայն մեկ, ուրեմն հարկատեսակի եկամտահարկի հաշվետվություններ, ուրեմն եւ իր աշխատողներին վճարված աշխատավարձերի, պարգևատրումների, բոլոր կարգի վարձատրության միջոցների մասին տեղեկատվություն, նա պետք է հարկային մարմիններին հաղորդի, այ բացառիկ նորությունը դա է, բացառապես էլեկտրոնային եղանակով եւ առաջի այդպիսի հաշվետվությունը պետք է ներկայացնի գործարարը փետրվարի 20-ին, նա պատրաստ պիտի լինի, ոչ թե թղթային կրիչով, ոչ թե տանի հարկային մարմին, այլ էլեկտրոնային եղանակով։ Եթե տանի չեն ընդունի։ Այո, եթե տանի չեն ընդունի, որովհետև նրա տարածով պետք է մտցնի էլեկտրոնային համակարգ։ Ինչ որ օպերատորները պետքա վերցնենք, որ օրենքը բացառում է, որ նրա փոխարեն նստենք, ասենք, նրա հաշվետվությունը ընդունենք։ Ոչ, դրա համար ասում ենք, կան մասնավոր կառույցներ, կան հաշվապաներ, կա ուսուցման համակարգ, շատ պարզ համակարգ, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ներկայացնել հաշվետվությունը։ Զուտ թվաբանությամբ եկամտահարկ պլյուս սոցվճար, եթե հավասար է 100 միավոր։ Հիմա եկամտահարկը ինչքան է։ Եկամտահարկը հիմնականում 24-ից 26% ելնելով եկամուտների մեծությունից, այսօր ինչ է, գումարից, ինչպես դուք ասացիք, 100 միավորից վճարում է եկամտահարկ առանձին դրույքաչափով, ցածր եկամուտների դե 32500 դրամը չի հարկվում, մինչև 80000 դրամը, ուրեմն դա 100000-ով եկեք բանանեք, պարոն Ալավերդյան։ Հաշվարկը ակնհայտորեն կատարված է, միանգամից ասեմ, այնպեսի հաշվարկ է կատարված, որ այսօրվա վճարած եկամտահարկը գումարած պարտադիր սոցվճարը կազմեն մի այնպեսի գումար, որը նոր եկամտահարկի 24%-ի պայմաններում հավասար լինի միմյանց։ Այդ դեպքում ինչի որն է խնդիրը, որ միավորեցին։ Միավորել ենք, որպեսզի հաշվետվությունները պակասեն մեկ, ավելի պարզ համակարգ լինի երկուս, պատկերացրեք, փոքր բիզնեսմենը, միջին բիզնեսմենը մի հատ շրջանառության հարկի, այն էլ հաշվապահություն չի վարում, շրջանառության հարկի հաշվում 3.5%, վճարում է շրջանառության հարկը, իսկ պարտադիր սոց եւ եկամտարկը էլի մի պարզ դրույքաչափով 24% վճարում է եւ ազատում է ամեն ինչից։ Ինքը իր եկամուտներից կվճարի սոց եւ եկամտարկը 24%, իսկ շրջանառությունները կվճարի միայն շրջանառության հարկ։ Ավելի պարզ ու վերջ։ Անցնում ենք, գնում ենք դեպի պարզեցված եւ երրորդ փոփոխությունը ներողություն եւ երրորդ փոփոխությունը դա փաստորեն հունվարի 1-ից մենք անցնում ենք էլեկտրոնային հաշվետվությունների համակարգին։ Դա արդեն մեխանիզմն է, դա պետք է ձեռքով, փոստով տանել, բերելը, այսպես ասած, բարդությունները աստիճանաբար արդեն ոչ թե անցկացվի, մենք հույս ունենք տարիների ընթացքում աստիճանաբար կանցնի։ Սակայն մեր հարկ վճարողների քիչ մասը արձագանքեց այդ հնարավորությանը եւ մենք այսօր ունենք 12000 հարկ վճարող, ովքեր իրենց հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով են մեզ ուղարկում։ Նախ ուրեմն մեխանիզմը կա, մենք դա տիրապետում ենք։ Մնում է մյուս մասը եւս, մի փոքր առաջ որ խոսում ենք, շուրջ 60000 սուբյեկտներ, այդ թվում փոքր եւ միջին, այդ թվում Մեղրի գյուղերից մինչեւ, ասենք, մեր Տաշիրի, ուրեմն Տաշիր ասենք քաղաքը, ամբողջ բնակավայրերը պետք է իրենց հաշվետվությունները ներկայացնեն բարձրապես էլեկտրոնային։ Կգնանք Տաշիր ու Մեղրի, սկսենք ձեզանից համակարգը պատրաստ է այդ ծավալի փաստաթղթաշարը։ Մեր համակարգը այդ դրան պատրաստվում է, դու դա մի օրվա մեջ չէ, մենք դեռևս այդ օրենսդրական փոփոխությունների մասին բնակարար տարուկես առաջ գիտենք եւ նախապատրաստում ենք։ Ծրագրերի մի մասը ավարտված է, այս պահին էլ ընթացքում են ծրագրերի մյուս մասը, ակնհայտորեն կարող եմ ասել, որ փետրվար ամսին բոլոր այն քաղաքացիները, սուբյեկտները, լիազորված անձինք, ովքեր հաշվետվություն այդ կազմակերպության անունից պետք է տան, նրանք խնդիր չեն ունենա։ Այն 12000 հարկ վճարողների, որից ասացի, որոնք բյուջեի եկամուտների մեծ մասն են ապահովում, մի փոքր առաջ դա մասին խոսեցինք, 80%-ից իրենք այսպես թե այնպես ավտոմատ կգտնվեն այդ համակարգում, իսկ այն մյուսները, որոնց համար նորություն է, թող չհուզվեն, նրանք հաստատ պետք է իմանան, որ պետք է ռիսկով գնան այդ քայլին եւ կազատվեն շատ հոգսերից, հարկային մարմին այցելելուց, ի վերջո այդ 21-րդ դարում կօգտվեն ծառայություններից էլեկտրոնային։
Մեր քաղաքացիների քչերն էին հավատում, որ ինտերնետից կարող են օգտվել։ Շատ էլ լավ գյուղերում օգտվում են։ Մեկ-մեկ ասում են անգրագիտություն է, ոչ։ Քաղաքացին եթե մտքին դնում է iPad-ից էլ է օգտվում, ինտերնետից էլ է օգտվում։ Հիմա եթե իր շահի համար Պարոն Ալաբերդյան, դուք անձամբ գնացել եք օրինակ Մեղրի կամ Տավուշ, տեսել եք այդ գործարարները շատ հաճախ խեղճ ու կրակ հազիվ են ձգում, կարողանան տակից դուրս գալ։ Անձամբ գնացել եմ եւ Մեղրի, եւ ուրեմն Տավուշ, եւ Տաշիր, ես հանրապետության բոլոր մարզերում էր, որտեղ մենք հարկային մարմին ունենք, այցելել եմ, գիտեմ տիրապետում եմ խնդիրներին, ոչ մենակ ես, մեր համակարգի ղեկավարը, վարչության պետերը, բոլոր այդ խնդիրներին ուրեմն տեղակ են։ Ու ինչ ենք մենք անում, մենք նախապատրաստվում ենք։ Հարկային մարմինը չի կարող բոլորի հոգսերը վերցնել իր վրա եւ խնդիրները լուծել։ Դրա համար Տաշիրի, Տավուշի բնակիչը պետք է իմանա, որ նաեւ տարածքային կառավարման նախարարության աշխատելով կարող է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին եւ տեղական ինքնակառավարման մարմինն էլ ուրեմն իրենք աջակցի։ Դրա համար պետ եկամուտների կոմիտեն որոշել է աննախադեպ մի, այսպես ասած, ակցիա իրականացնել եւ ձեր էկրանից հայտարարում եմ։ Ուրեմն հայ փոստի բաժանմունքների միջոցով պետք է փորձենք ընդունել նաեւ հաշվետվություններ։ Հայ փոստը ամենատարածված բաժանմունքների ցանց ունի Հայաստանում, բոլոր բնակավայրերում ունի։ Այժմ բանակցային գործընթացը նրանց հետ ավարտվում է, որ հայ փոստը իր բաժանմունքում տեղամաս է տալիս, կետ հնարավորություն է տալիս, որպեսզի հարկային ծառայողը այնտեղ աշխատի, աջակցի նաև տնտեսվարող սուբյեկտներին հարցերին պատասխանելով աջակցի էլեկտրոնային հաշվետվություն ուղարկելուն։ Այսպես ասած տերմինալներ են պետք է հնարավորություն, որպեսզի հարկ վճարողը մոտենա, քաղաքացին մոտենա եւ այդ էլեկտրոնային հաշվետվությունը առաջ անգամ ուղարկի։ Փետրվարի 20-ին կարող է դժվար լինի իր համար, դա համար խորհուրդ եմ տալիս փետրվարի մինչև 20-ը իրենք փորձեն այդ գործողության դիմել, ում տունը կա ինտերնետի հնարավորություն, այսպես թե այնպես նա կարող է տանից ուղարկել, բայց այն քաղաքացին, որը անգամ տան այդ հնարավորություն չունի, դպրոցից կարող ուղարկել, դպրոցից էլ այդ հնարավորությունը չկա, ցանկացած տեղ, որտեղ ինտերնետի հնարավորություն կա, իսկ ի վերջո ով կօգնի աջակցի, հայ փոստի այդ բաժանմունքները նստած մեր ծառայողները, որոնք ուսուցում կանցնեն հունվարին, իրենց նաև այդ հարցում կաջակցեն։ Այսինքն մեր պետության մեջ տարբեր օղակներ մենք պետք է օգտագործենք, որպեսզի համատարած էլեկտրոնայնացման խնդիր դնեն։ Ներողություն, ես Ղազախստանում էի մեր աշխատողների հետ միասին եւ վերեմ ղազախական աուլից հնարավոր է հաշվետվությունը էլեկտրոնային ուղարկել ու հայկական մեր տաղանդավոր ժողովուրդը չի կարող ուղարկել։ Ես ապշում, այո, նրանք 75% 5 տարի առաջ արդեն էլեկտրոնային եղանակով են հաշվետվություններ ուղարկել։ Այո, եւ ես մի բան եմ ուզում ասել։ Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը փետրվարի 20, հետո մարտի 20, ապրիլի 20-ին մեր բոլոր հարցերը պետք է որ հնարավոր լուծված լինեն։ Կլինեն մարդիկ, ովքեր կուշացնեն, պետք է զգուշ լինեն, վարչականի կենթարկվեն։ Նրանք պետք է բոլորը փորձեն այս ռեֆորմը ապրել։ Աննախադեպ ռեֆորմ է, այսպիսի ռեֆորմ չի եղել։ Ու եթե մեզ հաջողվեց այդ 60-70 հազարին արդեն ցույց տալ, որ հաշվետվությունները եկամտահարկի մասով էլեկտրոնային հնարավոր է ուղարկել, մյուս հարկատեսակներն են արդեն կտեսնեն ինչքան հաճելի բան է, կուղարկեն ուրեմն էլեկտրոնային եւ տարվա վերջին կստացվի, որ մեր գործարար աշխարհի գերակշիռ մասը էլեկտրոնային ձևով մեզ ճիշտ եք ասում, բայց մարդիկ որպես էլեկտրոնային ստորագրություն հանեին նույնականացման քարտեր պետք։ Նույնականացման քարտերն այնց հերթեր էին, որ մարդիկ չգիտեին ի վերջո գնային աշխատային, փող աշխատեն, որ հարկ վճարեն, թե նույնականացման քարտ անեին։ Այդ խնդիրը լուծվեց։ Շատ ճիշտ եք դուք նկատել, շատ ճիշտ եք նկատել, դա էր մեր այս ռեֆորմի ծախսերից մեկն է։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան, արդեն 7000 քաղաքացի այդ նույնականացման քարտը վերցրել է, եկել են նոր ստորագրություններով արդեն մեր մոտ հաշվառվել են։ Ես ասացի, որ տարվա ընթացքում մենք ակնկալում ենք շուրջ 60000, հետեւաբար հունվար ամիսը, փետրվար ամիսը կլինի վճռական այդ հարցում, ոստիկանության հետ, չասեմ ամեն օր, ամեն ժամ մեր աշխատողները համապատասխան աշխատում են, մենք տեղյակ ենք այդ հերթերի մասին, որոնք հիմնականում նաև պայմանավորված են ծրագրային ուրեմն խնդիրներով, եւ ես ուզում եմ ասել, որակապես նոր համակարգ է, զուգահեռաբար պետությունում երկու գործընթաց է գնում։ Ձեր ասած նույնականացման քարտը, որ այսպես թե այնպես պետք է ոչ մենակ հարկեր վճարելու համար, բոլորին է պետք, եւ այդ նույնականացման քարտին զուգահեռել, պատկերացրեք, գնում է օրենքով նույնականացման քարտը նույնիսկ պետք է փոխարինի անձնագրին բանկային գործարքները կատարելիս, չէ՞ ընդունում։ Բանկերում տեղյակ չեն նույնիսկ որ նույնականացման քարտ կա, ուր մնաց որ անձնագրի փոխարինը։ Գիտեք ինչ, ես համոզված եմ իրենք տեղյակ են, բայց արդեն հենց որ
Այ մեր երկրում ինչ է կատարվում։ Հենց փող վճարելու պահը գալիս է, այդ պարտավորությունը գալիս է, հաշվի նստում բոլոր պետական նաև ոչ պետական մարմինների հետ։ Այսպես թե այնպես 13 թիվը այդ առումով շատ շրջադարձային է լինելու։ Մեզ մոտ էլեկտրոնային ոչ մենակ այդ նույնականացման քարտերի, հաշվեցումների համակարգը, այլ նաև տարվա կեսից կգործարկվի վճարումները էլեկտրոնային եղանակով կատարելու համակարգը, որ մարդը կարողանա իր հարկերը վճարի իր գրասենյակից, այդ հնարավորությունը պետք է ընձեռել եւ հարկ վճարողը ժամանակ դրա վրա ընդհանրապես չպետք է ծախսի։ Պատահական չի doing business-ով մեր մարմինը 44 կետով առաջ անցավ եւ եթե այս վարժությունները, այս գործողությունները մենք իրականացնենք, համոզված եմ որ առաջիկա տարիներին այդքանով եթե ոչ ավելին էլ առաջ կգնանք։ Եվ մենք փաստորեն ստեղծում ենք գործիքներ, մեր բոլորի գլխավոր նպատակը պետք է լինի, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր եւ հաղթահարվի ճգնաժամը։ Դուք տեղյակ եք բոլորի եկամուտներից եւ շահույթներից։ Ասացեք, խնդրեմ, պարոն Ալավերդյան, հաղթահարել ենք ճգնաժամը կամ կա տնտեսության ակտիվացման միտում։ Ես ճիշտ ասած ճգնաժամի մասին չեմ խոսում, որովհետև ես 22 անկախության տարիների ընթացքում, եթե պեսիմիստներին, վատատեսներին լսելու լինեի, միշտ ոնց որ թե ճգնաժամի մեջ ենք, ում գործերը վատ է բիզնեսի, ոչ լավ կառավարելու, կազմակերպելու առումով, իրենք ասում են ճգնաժամ է, որովհետև բոլորը պատկերացնում են, եթե բիզնես են գրանցել, բոլորը պետք է շահութաբեր աշխատեն։ Կյանք այդպես չի, մրցակցություն է։ Դրա համար ես առողջ բիզնեսին եմ ուզում լսել, իսկ առողջ բիզնեսի առումով ասեմ, 12 թվականին տնտեսական նաև հետարքիր ու լավ արդյունքներ է եղել, իրատեսական եմ ասում, որովհետև մենք շատ շահագրգռված ենք, որ կոնկրետ ոլորտում այդ աճը լինի, որովհետև այդ դեպքում հնարավոր է պետական եկամուտները ապահովել շատ ավելի հեշտ, քան այն պարագայում, երբ որ ասենք իսկապես աշխատատեղեր են կրճատվում, իսկապես կազմակերպություններ փակվում։ Լուծարված կամ լուծարվող կազմակերպությունից հարկեր ակնկալել հնարավոր չէ, բայց 12 թվականը ավարտվում է 7% շուրջ 7% տնտեսական աճով, ոլորտներ կա հատկապես նոր տեխնոլոգիաների բնագավառ, որ այդ աճը ակնհայտ է եւ այդտեղից մենք շատ հարկեր ենք ուրեմն ապահովել եւ 13 թվականի ձեր ասած այդ 118 միլիարդի գերակշռմաս 87 միլիարդը միանշանակ մենք ակնկալում ենք, որ տնտեսական շատ ճյուղեր պետք է աշխատեն, աճ ունենան եւ մենք ապահովենք։ Ես կարծում եմ, որ ճգնաժամը նրանց համար է, ովքեր նոր պայմաններին, նոր մեթոդներին ու նոր եղանակով չեն աշխատում։ Բիզնեսը պահանջում է նորամուծություններ։ Այդում ձեր ոլորտում, այդում բոլոր ոլորտներում։ Այդ ինչու ձեր ստուդիան ենթադրենք, կներեք, իմ գնահատությամբ եմ ասում, ժողովուրդ ավելի սիրով է նայում, լսում, թարմություններ, նորություններ, նոր համերգներ, նոր երևույթներ ու հանկարծ կներեք այն հին մեթոդով աշխատող անուններ չտամ, ելի նույն 14 տարի նույն խցիկի առաջ չի կարելի, պետք է փոխվեք կյանքում։ Պարոն Ալավերդյան, փաստորեն ստացվում է հանգիստ խղճով նոր տարի եք անցկացնելու, բայց շատ անհանգիստ ձմեռային օրեր եք անելու, մինչև փետրվարի 20-ը ամենալարվածն է լինելու։ Գիտեք, ես թույլ կտակ, եթե հնարավորություն կա եւս մի նորամուծություն պետք է ասեմ, որ մեր սպասում է մեր գործարարներին։ Առաջին անգամ պետական եկամուտների կոմիտեն եւ այդ մասին կոմիտեի նախագահ մամուլի ասում առաջ անգամ հայտարարեց, ըստ էության ես երկրորդն եմ, որ այցում հայտարարում եմ, ուրեմն առաջին անգամ մենք հարկ վճարողների տարբեր խմբերի մեջ տարբերակված մոտեցում ենք ցուցաբերելու։ Կարգապահ եւ չասեմ ոչ կարգապահ, ոչ բարեխիղճ հարկ վճարողներ։ Մշակել ենք այն չափանիշները, թե հարկ վճարողը երբ է համարվում բարեխիղճ, որ չափանիշների բարելու դեպքում է բարեխիղճ եւ որ չափանիշների դեպքում է ոչ բարեխիղճ։ Եթե մեր ասած բարեխիղճության չափանիշներին հարկ վճարողը բավարարելու է, նա կարող է գրանցվել մեր կայքում եւ իրեն հայտարարի ինքը բարեխիղճ հարկ վճարող, ազատվի բոլոր վարչական գործիքներից, այն է ՀԴՄ-ի ստուգումներ, չափագրումներ, ուրեմն զանազան, ուրեմն հսկիչ գնումներ, զանազան գրքերի վարումներ եւ այլ, այն ինչ որ անվանում ենք վարչարություն, մեղ վարչարություն նրանց նկատմամբ եւ նրանց հետ միայն on-line, միայն այսպես ասած գրասենյակական ռեժիմով պետք է աշխատենք, այլ ոչ թե ստուգումների լեզվով։ Ասում ենք դու քո պարտավորությունները կատարում ես, մենք հիմնավորվում ենք դրանով շատ լավ։ Ուրեմն մենք քեզ հանգիստ ենք այսպես ասած թողում վարչական առումով։ Իսկ ոչ բարեխիղճների նկատմամբ կկիրառենք մեր գործիքները։ Եվս հաջորդ նորությունը բիզնեսին հնարավորություն ենք տալու, որ եթե ինքը մեզ հետ թափանցիկ է աշխատում ու իսկապես թաքցնելու բան չունի, թող իր հաշվապահությունը, իր հաշվապահական ծրագրերը մեզ համար դարձնի թափանցիկ, տեսանելի, մենք տեսնենք իր իրական հաշվապահությունը, որովհետև միշտ երկու հաշվապահություն են վարում, եթե ինքը այդքան թափանցիկ է ու այդ հարկերը ինքնուրույն վճարում է, թույլ է տալիս, որպեսզի մենք նաև ծանոթ լինենք իր հաշվապահությանը, իր շարժումներին, ֆինանսական հոսքերին, այդ դեպքում կարիք չկա գնալ տեղում տեսնել, ստուգել, պետք է նրան վստահել եւ
ինքը այդ փոխադարձ վստահության մթնոլորտում վճարումներ պետք է կատարի։ Սա շատ բարդ խնդիր է, որը մենք պետք է զուգահեռ անցկացնենք մեր անձնորոշ հաշվառման համակարգի ներդրմանը։ Պարոն Ալավերդյան, շատ շնորհակալ եմ հարցերին պատասխանելու եւ վերջին աշխատանքային օրով մեզ հյուրընկալելու համար։ Ես էլ շնորհակալություն եմ հայտնում, որ դու այսպեսի հնարավորություն եք ընձեռում, շնորհում եմ մեր բոլոր հարգվճարողների եւ մեր հայ ժողովրդի նոր տարի։ Շնորհակալ եմ։ Սիրելի հարցադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ։ Մեր զրույցի առիթը ավանդական էր պետբյուջե 2012-ի կատարողականը եւ 2013-ի կանխատեսումները անցած տարի այս օրերին պարոն Ալավերդյանի հետ մենք խոսում ենք, թե արդյոք հնարավոր է 100 միլիարդ դրամով ավելացնել եկամտային մասը, այն ժամանակ պարոն Ալավերդյանը, այսպես ասած, զուսպ էր իր գնահատականներում, պարզվեց, որ կարող են, այսօր արդեն այդ բյուջեն կատարված կարելի է համարել, եւ նաեւ մենք խոսեցինք հաջորդ տարվա մասին, որը եւս 118 միլիարդ ավելի է նաեւ այս տարվա բյուջեից, նույնպես ավելի զուսպ գնահատականներով ակնկալվում է, որ եկամուտները եւ հարկահավաքությունը կաճի, եթե տեղյակ եք 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր հաշվետվությունները անցնում են էլեկտրոնային ստորագրությամբ, սա չափազանց հեղափոխական, բայց նաև պարտադիր քայլ է, այն իմաստով, որ բոլոր հարկվճարողները, դրանք մոտ 60,000-ից ավելի են, ստիպված են իրենց հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությամբ, միաժամանակ դրանց քանակն է պակասում, տարին ընդամենը մի քանի անգամ պետք է դա անեն։ Պարոն Ալավերդյանի տպավորությամբ հարկային մարմինները, ստորաբաժանումները դրան պատրաստ են, այժմ բանակցում են Հայփոստի հետ, որպեսզի տերմինալներ գործեն բոլոր նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն առաջին համակարգչի կամ ինտերնետի եւ կարող են նաև Հայփոստում որոշակի առումով նրանց օգտակար լինել։ Մենք խոսեցինք նաև երկու նոր հարկատեսակների մասին, որոնք, ինչպես ասում են, բոլոր նորը լավ մոռացված հինն է։ Առաջինը դա կոչվում է շրջանառության հարկ, եթե հիշում եք 2000-ականների սկզբին կար պարզեցված հարկ, դա նույն գրեթե սկզբունքով է։ Այսինքն 58 միլիոն շեմը չգերազանցող շրջանառություն ունեցող գործարարները կարող են վճարել ընդամենը շրջանառության հարկ 3.2%-ի չափով, եւ երկրորդը առաջ կար եկամտահարկ ու սոճվճար, այժմ կոչվում է եկամտային հարկ։ Պարոն Ալավերդյանի այնպես է հաշվարկված գումարը, որ այդ երկուսի ընդհանուր գումարը դինի նույնը, ինչ որ եկամտային հարկին է։ Այստեղ ընդամենը մի բան է պակասում, բոլոր հնարավոր հաշվետվությունները շատ ավելի նվազում են, այսինքն մի հատ շրջանառության հարկով են վճարում շահութահարկ եւ մի հատ էլ եկամտահարկ։ Եվ մենք խոսեցինք նաեւ ընդհանուր առմամբ ստվերի կրճատման եւ նաեւ տնտեսական ճգնաժամի մասին, պարոն Ալավերդյանի գնահատմամբ ճգնաժամից առաջին հերթին ու բնական է խոսում են նրանք, ովքեր որոնց բիզնեսը այդքան էլ հաջող չէ։ Հիշեցնեմ, որ doing business-ով հենց հարկային վարչարարության առումով Հայաստան այս տարի շատ մեծ առաջընթաց էր գրանցել 44 կետով եւ եզրափակելով ֆինանսատնտեսական բյուջետային տարին, մեկ հայտարարություն նաեւ Արմյուզի կողմից հաշվի առնելով 2013-ին սպասվող այսպես ասած մեծ բարեփոխումներ եւ բարեփոխումների այս մեծ ծավալը, Արմյուզ հեռուստաընկերությունը որոշել է սկսել նոր ծրագիր, որը կոչվելու է Tax-Info, այն շաբաթական ծրագիր է լինելու, վարելու է ձեզ հայտնի բիզնես լուրերի լրագրող Լիլիթ Ասլանյանը, մենք կփորձենք միասին հասկանալ, թե ինչպես քաղաքակիրթ եւ ոչ ստվերային, թափանցիկ աշխատել, գործել, վճարել հարկերը, որովհետեւ կա հին ամերիկյան ասացված, որ մարդու կյանքում երկու բան անխուսափելի է՝ մահը եւ հարկերը։ Հետեւաբար թող մահը սպասի, իսկ հարկերը վճարենք ամեն ամիս ու եւ բարեխիղճ։ Սա Արմինեզի Բանաձևն է, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն, կհանդիպենք ամանորեն։ Ես հիշեցնեմ, որ Բանաձևը չի գնում արձակուրդ, մենք կաշխատենք հունվարի 1-ից սկսած, նախապատրաստել ենք շատ հետաքրքիր ու հաճելի հյուրեր, որոնց սպասում ենք, այնպես որ կհանդիպենք ավանդական մեր օրը հունվարի 1-ին։ Ցտեսություն։